Պատկերոջ հիմիկվանից ասեմ, որ Սուրբ Հոգին տրվում է առողջ արժանիքների համար։ Մենք չենք կարող ասել, ես արժանի չեմ, դրա համար Աստված ինձ չի մկրտում։ Սուրբ Հոգին տրվում է միայն այն դեպքում, երբ որ խնդրում ենք եւ հավատում ենք, որտեղ Աստծո խոսքը հենց այդպես էլ ասում է մեզի։ Առաջին խոսքը, որ պիտի կարդամ, Լուկաս ավետարանից է 11-րդ գլխի 11 խոսքը։ Ուղղակի ուզում եմ մի քիչ ավելի վերևից կարդամ։ Ես ալ կսեմ ձեզի, խնդրեցեք ու պիտի տրվի ձեզի, խնդրեցեք ու պիտի գտնեք, դուռը զարգեք ու պիտի բացվի ձեզի։ Վասնզի ամեն ով որ կխնդրե ու կկառնե, եւ ով որ կփնտրե կգտնե, եւ ով որ դուռը կզարնե պիտի բացվի անոր։ Ձեզ մե ով է այն հայրը, որ մեր որդին հաց ուզե, միթե քար պիտի տա անոր, կամ եթե ձուկ ուզե, միթե ձուկի տեղ օծ պիտի տա անոր, եւ կամ եթե հավքիթ ուզե, միթե կանիչ պիտի տա անոր։ Ուստի եթե դուք որ չար եք, ձեզ ավակներն ու աղեկնծաններ տալ գիտեք, որ չափ ավելի ձեր հայրը, որ հայրը երկնքեն, Սուրբ Հոգին պիտի տա անոր, որ իր մեկը խնդրեն։ Դուք լսում եք այս խոսքերը, որ ես կարդացի 9-րդ խոսքից, խնդրեցեք, խնդրեցեք, դուռը զարկեք սերիներ։ Շատ տարիներ շարունակ մենք մտածում ենք, որ էսի վերաբերում է մեր առօրյա կյանքին, որ ինչ-որ խնդրենք Աստված մեզի պիտի տա, կամ խնդրենք պիտի գտնենք։ Բայց այս հատվածի մեջ ես հաստատ համոզմունք ունեմ, որ այստեղ կոնկրետ խոսքը գնում է այն Սուրբ Հոգու մասին, որ խնդրեցեք, գտեք, կգտնեք, թակեք ու պիտի բացվի ձեզի։ Ի վերջում, որտեղ խոսքը այս ենթատեքստը վերջանում է այս խոսքով, ուստի եթե դուք որ չար եք ձեզ ավակներն աղեկնծաներ տալ գիտեք, որ չափ ավելի ձեր հայրը երկնքեն, Սուրբ Հոգին պիտի տա անոնց, որ մեր պիտի խնդրեն։ Ուրեմն այսօր մենք ոչ թե պիտի նայենք մեր արժանիքներին, մեր տկարություններին, մեր ասենք ապրած կյանքին, հապա պիտի նայենք խնդրելուն, նրանք ովքեր որ խնդրում են պիտի առնեն։ Եվ այդ խնդրվածքը միգուցե կարող է այսպես եղբայրն ասես մի տարի տևի, բայց կարող է նաև 20 րոպե տևի։ Կարող է պաշտպանքի ժամանակը ընթացքում լինի։ Մենք չգիտենք, Աստծո Հոգին գիտի ժամանակը եւ ընթացքը, ով ինչպիսի ասենք վիճակով է ստանում Սուրբ Հոգին, դա բոլորովին տարբեր բան է, բայց հիմա մենք չենք նայում մեր արժանիքներին, սիրելիներ, նայում ենք մենք Տիրոջը, որտեղ կարող այս Հոգին հիմա հենց հիմա այդտեղ առատորեն կապել մեզ վրա, որտեղ դա խոստմունք է։ Աստված ասել է այդ, Աստծո խոսքն ասում է, որ պիտի տան ձեզի Հոգին։ Եթե խնդրեք ինձ պիտի առնեք, սա այսօրն է սիրելիներ։ Եվ մենք չենք կապում, ընդհանրապես ես չէի ուզի, որ մենք կապենք Պենտեկոստեից Պենտեկոստե, ասենք են տոնից տոն կապենք այս մտերմության հարցը։ Սա ամեն օրվա խնդիր է։ Ամեն օրվա։ Մենք շատ ժամանակ բան ենք դնում, ասենք պայման ենք դնում, ասում ենք մենք Պենտեկոստե օրը պիտի մկրտվենք, գալիս է այդ օրը չենք մկրտվում։ Ինչի որտեղ ժամանակ ենք դրել։ Բայց մենք չգիտենք Աստված ինչ ասում է զետանի, այլ ես պետք է ասեմ, ես այսօր պիտի մկրտեմ Սուրբ Հոգով։ Ոչ թե մի տարի հետո, երբ որ Պենտեկոստե նորից լինի, ես իհարկե մենք մտածում ենք որպես մարդ նշանակալից օր է, որ ես հետո կարող եմ ասել, գիտես ես Պենտեկոստե օրն եմ մկրտվել, դա շատ մեծ վկայություն է Փառք Տիրոջը։ Բայց ես չգիտեմ Աստծո կամքը, Աստված այսօր ուզում է քեզի մկրտի, հիմա, եւ ես նորից եմ ասում, հին երկու արժանիքներին որտեղ լցնողը Տերն է, որտեղ լցնողը տվողը Տերն է, իր գործն է այդի, դա մեր գործը չի, սիրելիներ։ Եվ Աստված այդ պարգևը տվել է մարդկանց երկնքից։ Եվ երկրորդ տեղ ուզում եմ, որ կարդամ, դա Հովհաննես ավետարանից է 7-րդ գլխում, հետևյալներն են կարդում 37-րդ խոսքից։ Տոնի վերջին մեծ օրը Հիսուս կայներ էր, կաղաքեր ու կսեր, եթե մեկը ծարավ է, թող ինձի գա ու խմե, ան որ ինձի կհավատա, ինչպես գիրքը կգսե, անոր փորեն կենդանի ջուրի գետեր պիտի բխան։ Զայսը սա Հոգի համար, որ իրեն հավատացողները պիտի առնեին, վասնզի Սուրբ Հոգին տրված չէր տակավին, քանզի Հիսուս դեռ փառավորված չէր։ Լսում եք սերիներ,
Ան որ ծարավ է թող ինձի գա։ Ան որ ծարավ է, ես ուզում եմ այդ խոսքերը հիմա կարդամ ու դուք ընդունեք հավատով այդ խոսքերը։ Եթե մեկը ծարավ է թող ինձի գա ու խմե։ Եվ խոսքը նորից հաստատում է, ան որ ինձի կհավատա, ինչպես գիրքը կսե, անոր թորեն կենքանի ջուրի գետեր պիտի բխան։ Զայս սա ոգի համար, որ իրեն հավատացողները պետք է ստանային։ Տեսնում եք ինչ խոստմունք է այսի, որ մեր պայման կա դրա համար սերիներ։ Առաջինը կարդացինք խնդրել, երկրորդը կարդացինք ծարավով գալ, հավատալ, որ Հիսուս այստեղ կարող է մեզի տալ։ Հիմա այդ պահը եկել է, հիմա հավատքով ընդունիր խոսքը, հավատքով սրտիդ մեջ ընդունիր եւ ասա Տեր Հիսուս, եթե նույնիսկ ես չեմ կարող հավատամ դրան, որ հիմա դու կարող ես տալ, բժշկիր իմ հավատքը, ես ուզում եմ լցվեմ իմ ոգիով։ Խնդրում եմ, որ դու ինձ լցնես ոգիով, այսօր այդ բանը կարող է լինի, այստեղից դուրս գալուց կարող է լինի, կարող է գնացտուն այդ բանը լինի, բայց հիմա սկսիր այդ հիմքը դիր, մի նայր քո արժանինքներին։ Մի քիչ առաջ Տերը ինձ ասեց, որ լցնողը դու չես, լցնողը ես եմ։ Եվ այդ խոսք ուզում եմ փոխանցեմ սերունդներ, լցնողը Տերն է, մարդը չի։ Տվողը Տերն է, մարդը չի։ Մենք ընդհանրապես խնդրում ենք եւ Աստված իր խոստմունքը կատարում է Փառք Հիսուսին։ Սա նրանց մասին, ովքեր որ այսօր փափագում են լցվել Սուրբ Հոգիով։ Եվ ես կուզենայի իմանալ, արդյոք շատ մարդ կա այդ մեր մեջ, որ Սուրբ Հոգով մկրտված չի, սիրելիներ։ Ինչքան հոգիներ կան մեր մեջ, որ մկրտված չեն։ Ես կուզենայի տեսնեմ ուղղակի, եթե հնարավոր է։ Փառք Աստծո, շատ քչերն են այսօր, Փառք Հիսուսին։ Եվ հիմա սերունդներ, մեծ փափագով, մեծ խնդրվածքով եւ հավատքով պիտի մոտիկանանք իրան։ Հիմա դուք մի ասեք, թե ես երեք ինչ-որ մի սխալ բան եմ արել, ես ինչ-որ մի մեկին վիրավորել եմ, կամ ասենք մեղք եմ գործել, սխալ եմ գործել, դրա համար Աստված չի տալի իր Սուրբ Հոգին։ Սերեր Աստված չի ասում արժանինքներով պիտի գաք իմ առաջ որ ստանաք։ Աստված ասում է խնդրեք ու պիտի տրվի ձեզի, ասում է հավատացեք ու պիտի տրվի ձեզի։ Հիմա հավատքով ընդունեք այդ խոսքը Փառք Տիրոջը, Տերը փառավորվի։ Հիմա բայց քանի որ մենք ընդունել ենք Սուրբ Հոգին եւ մկրտվել ենք շատ մեծամասնությունը, ես կարող ասեմ 99% այստեղ մկրտված է սերիներ։ Ինչպիսին է հոգեվոր կյանքը ընդհանրապես ընթանում, որպես հոգով մկրտված եւ Սուրբ Հոգու լցված մարդ։ Ես չեմ ուզում տենց ասենք նորից խոսամ այդ մասին, որ կա որտեղ Սուրբ Հոգու լեցունություն է տալի, որովհետև Սուրբ Հոգի մենակ չի եկել, որ մենք շեշտվեց այստեղ լեզուներ խոսանք սերիներ։ Սուրբ Հոգին եկել է լցնի մեզի, առաջնորդի մեզի, սովորացնի մեզի, պատմի գալիքը, ցույց տա ամեն վարդապետությունը Աստծո խոսքի, այդ բոլորը Սուրբ Հոգու գործն է, եւ եկեղեցին կենթանի քայլում է առաջի դարում առաքելական եկեղեցու սերներ, առաջի դարի առաքելական դարաշրջանում քայլում են կենթանի գործով, եթե գործ առաքելոցը նայում եք, կարդում եք, ամբողջ ընթացքը Սուրբ Հոգին էր ղեկավարում։ Սուրբ Հոգին էր ասում, ուր գնան, ինչ խոսան, ում հանդիպեն, եթե կարդացել եք Սուրբ գործ առաքելոց, եւ ես ձեզի ասեմ, ընդհանրապես գործ առաքելոց շատ կարդացեք։ Եվ այնտեղ տեսնում եք մենք Սուրբ Հոգու առաջնորդությունը։ Իհարկե առաքյալներից հետո անցավ աշակերտներին, բայց աշակերտներից հետո արդեն մարեց Սուրբ Հոգին երկար տարիներ չէր երևում երկրագնդի վրա, մինչև ռեֆորմացիա տեղի ունեցավ եւ նորից Սուրբ Հոգին հայտնվեց երևներ։ Հիմա մենք այսօր այն եկեղեցու ուղղության ենք պատկանում, որ մկրտվում ենք Սուրբ Հոգով եւ օտարեզներ ենք խոսում։ Եվ դա մենք բոլորս կարանք վկայենք, մեզանից ոչ մեկը չի կարա դա հանի, չի կարա մեզի հետ համոզի, որ մենք ինչ որ մեզ չի եղել այս բանը կամ ինչ որ բաներ ասխալ կատարվում, մենք ինքնս կենթանի վկաներ ենք, որ Սուրբ Հոգով լցվել ենք եւ անմիջապես խոսել ենք Սուրբ Հոգիով եւ օտարեզներով եւ դա վկայում է նաեւ Սուրբ Գիրքը։ Առնվազն 3 տեղ ավետա որ կարակելություն մեջ գրված է։ Առնվազն 3 տեղ սերներ, որ թե Եփեսոսում, թե Կորնելիոսի ընտանիքում, թե Պենտեկոստեի օրը նույն իրականությունը տեղի ունեցավ։ Եվ դրա համար մենք ընդունեցինք հավատքով Փառք Տիրոջը։ Ես հիմա ուզում եմ ուշադրություն դարձնել մի կարևոր կետի վրա սերիներ։ Մենք որպես մկրտված Սուրբ Հոգիով արդյոք առաջնորդվում ենք Հոգիով։ Սա լուրջ խնդիր է։ Ուրախությունը մի կողմ, պարգևը մի կողմ, բայց ահա Սուրբ Հոգին եկել է, որ ինձ առաջնորդի։ Սիրելի Հոգի, ես ինչքանով եմ տրված Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Եկեք մենք խոստովանենք այս բանը, ինձանից սկսած, սիրելիներ։
ինձանից սկսած երևի ստեղ բոլորով անցնել նորից ինձի վերադառնա, մենք մեծամասնաբար հոգու առաջնորդություն չունենք, մենք հիմնականում տրված ենք մեր գաղափարներին, մեր հասկացողությանը, մեր ասենք, ինչ-որ ասենք լսելով ինչ-որ տեղերից, դրանք ենք կրկնում հիմնականում, բայց ես կուզենամ ուշացում դարձնել, որ ինչի համար, որովհետև սրտից ցավում եմ ասում, որպեսզի եկեղեցին Սուրբ Հոգու առաջնորդություն ունենա, եւ սա մեզ համար ամեն օրվա process է, եւ ոչ թե միանգամվա կամ տարին մեկ անգամվա։ Տեսեք ինչ է ասում Գաղատացիների նամակի մեջ Պողոս առաքյալը գրում է 5-րդ գլխի, ուրեմն 16 խոսքում, այսպես է ասում. միայն թե զայս կզրուցեմ, հոգիով գացեք ու մարմնի ցանկությունը պետք է չկատարեք։ Լսում եք, սերելիներ, հոգիով գացեք, ուրիշ թարգմանություն մեջ գրած է հոգիով քայլեք։ Երկուսն էլ նույնն է, գացել, քայլել դա նույն բանն է։ Եվ տեսեք, ով հափշտակվեց երկինք, ով հափշտակվեց երկինք, մի հատ վառ օրինակ կա Սուրբ գրքի մեջ, դա Ենոքն է, լսել եք բոլոր Ենոքի մասին, ասում է Ենոքը Աստծո հետ ինչ արեց, 300 տարի քայլեց իր հետ, սիրելիոք, եթե մենք այսօր ունենք այդ Սուրբ Հոգին, մենք այդ ասենք պարգևը ստացել ենք, բայց ինչ օգուտ, եթե ես չեմ քայլում իր հետ, չեմ առաջնորդվում իրանով, ինքը չի ղեկավարում առաջնորդում ինձ, ինքը չի սովորացնում ինձ, ինքը չի բացում ինձ ապագան կամ գալիքը, չէ որ գրված ասում է Սուրբ Հոգին պիտի գա ու պիտի ձեզի պատմի գալիքը, Հովհաննես 14 գլխի մեջ է գրված։ Նա ձեզի պիտի սովորացնի այն, ինչ որ ձեզի ասել եմ, ձեր միտքը պետք է բերե այն, ինչ որ ձեզի սովորացրել եմ, Սուրբ Հոգու գործը դա է եկեղեցու մեջ եւ մեր կյանքում, եւ սա սիրելիներ, մեր ամեն օրվա գործն է քայլել Սուրբ Հոգու հետ։ Շարունակության մեջ 18 խոսքում ասում է, բայց եթե հոգի ենք առաջնորդվեք, ալորեքի տակ չեք, ուրեմն եթե մենք հոգիով ենք առաջնորդվում, օրենքի տակ չենք մտնում, սիրելիներ։ Այստեղ խոսքը գնում է մարմնի հոգու, մարդկային հոգու խիստ հակադարձությունը, մարմնի գործերը եւ հոգու ցանկությունները։ Այստեղ գրում է Պողոսը, որ շատ խիստ հակադարձանի է, որտեղ հոգին հակառակ է մարմինը, մարմինը հոգին։ Շատ սա ամեն օր իրար դեմ պայքարում են։ Դու որպես քրիստոնյա հավատացյալ դու տեսնում ես այդ պայքարը հոգու զորությամբ, որ տեսնում ես, որ ինչպես է մարդկային հոգին դեմ դնում Աստծո հոգուն կամ հակառակը, կամ ասենք քո հոգին դեմ է դնում մարդկային մարմնավոր ցանկություններին։ Եթե կա այսպիսի բան, այս պայքարը, այս գործը, ուրեմն հոգով ես առաջնորդվում։ Բայց եթե ես տեղ եմ տալի մարմնի ցանկություններին, եւ նրանք ղեկավարում են ինձ, գերակշռում են իմ կյանքում, ես հոգով չեմ քայլում, սիրելիներ։ Քայլում եմ իմ մարմնի ազատության տակ։ Եվ այստեղ ինչ է ասում խոսքը, մարմնի գործերի համար սարսափելի բաներ է գրված, ասում է, որ նրանք ինչ է անում, շնությունն է, պոռնեկությունն է, պղծությունն է, գիճությունն է, կռապաշտությունն է, կախարդությունն է, թշնամությունները, կռիվները, նախանձները, բարկությունները, հակառակությունները, երկարակություններ, բաժանումներ, չայնայվածքներ, մարդասպանություններ, գինովություններ, անարակություններ ու ինչ որ ասոնց նման են։ Բայց ասում է հիմիկվան է ձեզի կզրուցեմ, ինչպես առաջվանել կզրուցեի, որ այսպիսի բաներ գործողները Աստծո արքայությունը պիտի չժառանգեն։ Սերներ, ինչի մասին է այստեղ խոսում։ Այստեղ խոսում է այն մարդկանց մասին, ովքեր որ մեծամասնաբար հիմնականում սրա մեջ են։ Կարող ենք մեր կյանքի մեջ թույլ տալ ինչ-որ հարցեր պատահի մեզի, բայց մենք դրա համար զղջանք, աղոթենք, Տիրոջը գանք։ Դրա մասին չի սերներ։ Ասում է նրանց մասին, ովքեր որ ապրում են այդ կյանքը, մարմնի գործերով ապրում են, դրանց կյանքն է, իրանց կյանքն է, եւ իրանք չեն հակառակվում։ Եվ սա խոսում է հավատացյալի մասին, ոչ թե անհավատների կամ աշխարհների մասին։ Եվ հետեւաբար ես ուզում եմ իրանք եւ նաեւ ես խոսքեր փոխանցեմ սերերիներ։ Մենք ասում ենք Սուրբ Հոգու մկրտված ենք կամ մկրտենք Սուրբ Հոգիով, բայց Հոգին ունի մի գլխավոր էություն, որը երբ որ գալիս է բնակվում է մեր մեջ եւ դա պարզ պիտի երևա, որն է դա։ Այստեղ ասում է Հոգիի պտուղը։ Ուշադրություն դասեք, Հոգու պտուղը։ Հոգին երբ որ գալիս է մարդու մեջ, իր հետ բերում է այս բաները,
սերնաբերում, խնդությունը, խաղաղությունը, եկամտությունը, քաղցրությունը, բարությունը, հավատարմությունը, հեզությունը, ժուշկալությունը, այս հոգի պտուղն է, եթե հոգով առաջնորդվում են, քայլում ենք, սա պիտի երևա, պիտի բխա այս պտուղները մեզանից, սիրելիներ։ Այս կյանքը պիտի երևա, եթե չի երևում, այս ինչքան էլ ուզում է հայտարարեմ, որ այս Սուրբ Հոգով մկրտված եմ։ Բայց պետք է Սուրբ Հոգին այս գործը անի մեր մեջ։ Սա իր հետ է գալի, դա իր պտուղն է։ Հիմա ես հավատում եմ, որ Սուրբ Հոգով մկրտված եմ, օտարերենով եմ խոսում, բայց process-ը չի երևում, այն ինչ որ այստեղ ասում է, որ պիտի ինքը ունենա։ Ինքը պիտի արտահայտի դուրս գա այդի մեջ։ Այս սերը, այս բարությունը, այս ժուշկալությունը, այս համբերությունը, այս հավատարմությունը 9 պտուղները, 9 պտուղը, սիրելիներ։ Սա process-ը ամեն օրվա, ես առավոտը որ հելնում եմ, ես պիտի հանձնվեմ Սուրբ Հոգուն եւ ասեմ քեզի հետ եմ ուզում քայլեմ Սուրբ Հոգի։ Ուզում եմ որ դու ինձ առաջնորդես, սովորացնես։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մի ուսահատվեք այս բաները, որ ասում եմ։ Սա ասում եմ, որպեսզի մենք նորից արտանանք, ճանաչենք Քրիստոսի գործը մեր կյանքի մեջ։ Այո, մկրտվեցինք Փառք Տիրոջը, ուրախացանք, բոլորս կարանք վկայենք, ինչ պայմաններով ենք մկրտվել։ Եվ դա մեծ ազդեցություն ունի։ Հիմա մեզի պետք է քայլել իր հետ։ Հիմա մեզի պետք է հավատալ իրան, ապրել իր հետ, որ ինքը ղեկավարի ինձ առաջնորդի, մանավանդ եկեղեցին Սուրբ Հոգու ազդեցության տակ պետք է արի, ոչ թե մարդկային։ Եվ այսօր Սուրբ Հոգին իր հետ ունի պարգևներ ունի, որոնք գործում են, եւ մենք այն եկեղեցի ուղղության ենք պատկանում, որտեղ ընդունվում է Սուրբ Հոգու պարգևները, բժշկությունը, հրաշքները, լեզուները, թարգմանությունները եւ բոլոր բնացած բաները մենք ընդունում ենք էդի, բայց ուզում ենք նաեւ տեսնենք էդի։ Եթե Սուրբ Հոգին այստեղ չի գործում, նշանակում է մի բան այն չի գնում ուրեմն։ Ուրեմն կամ ավելի շատ մարդկային ենք տրվել, կամ էլ չենք հավատում դրա սերելիներ։ Մենք պիտի նախանձավոր լինենք Սուրբ Հոգին գործի մեր կյանքի մեջ, թե անհատական եւ թե եկեղեցական կյանքում։ Ես այժմ ձեզ փոխանցեմ, ես ինչ որ էսի ասում եմ, սերն է դա առաջին ինձ վերաբերվում, հետո որ մնացածին, որովհետև որպես մարդ մենք էլ ունենք կարիք, որպես ասենք Սուրբ Հոգու առաջնորդության եւ իր ներկայությամբ